Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Իդրաֆտ.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագիծը։ Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100% սուբսիդավորմամբ։ Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 միլիոն դրամ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 միլիոն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով. Առաջին՝ անհատական բնակելի տան կառուցման դեպքում համապատասխան հողամասի ձեռքբերում կամ երկրորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։ Ծրագրի հիմնական պայմաններն են. Առաջին՝ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քառակուսի մետրից։ Բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է Հայաստանի որևէ մարզային բնակավայրում։ Շահառուն գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը ծրագրին դիմելու օրվա դրությամբ պետք է ներկայացված լինի նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը։